ձեզ նորից սիրելի հայրենակիցներ, ամանից եմ կապնվում ձեր հետ, Դուբայից ոչ մի բան չստացվեց, որ մենք մեր թռիչքը կատարենք մեր հայրենիք, հիմա ասում փառք, Fly One-ը, թռիչքներ է կատարում, փորձենք Fly One-ով հասնենք մեր հայրենիք, ցավոք այսօր պատերազմական իրավիճակը շարունակվում է մեր ռեգիոնում։ Մի բանով ալա, որ Օմանը իրեն նեյտրալ է պահում, այս խառնաշփոթ իրավիճակի մեջ չի հայտնվում, որովհետև ինքը ոչ մի կապ չի տալիս Իրանի, Իսրայելի, Ամերիկայի այս պատերազմական իրավիճակին։ Մեր շատ հայրենակիցներ հիմա մնացել են տարբեր երկրներ, շատ մեծ խնդիրներ ա, որ վերադառնան իրենք հայրենիք։ Տեսնում եմ Օմանում մեր հայրենակիցներից էլ շատ կան, Դուբայից եկել են այստեղ, որ հույս ունեն այստեղից կմեկնեն դեպի Երևան։ Հիմա ամենակարևորը այս ժամանական ընթացքում մեր քաղաքական գործիչներն էլ ճիշտ աշխատանք կատարեն, որ մեր ռեգիոնը չգտնվի պատերազմական իրավիճակի մեջ ու Իրանի քաղաքացիներին, Ռուսաստանի քաղաքացիներին մոտեցում ցույց տա տարբեր երկրի քաղաքացիներին, որ մեր սահմանով պետք է իրենք վերադառնան իրենց հայրենիք, որովհետև մեծ խնդիրներ կա հիմա Իրանից տարբեր երկրի քաղաքացիներ, որ պետք է վերադառնան իրենց հայրենիք։ Մեր պետությունը այսօր գտնվում է տրանզիտ գոտի մեջ։ Հիմա ասեմ, որ շատ կարևոր է, որ Օմանում սահմանում հենց երևաց, որ ինչ ձև են մեզ վերաբերվում, մեր հայերին, շատ ուրախ են, որ մենք սահմանացանք, ես իմ ընկերոջ հետ էի ու իմացան, որ մենք հայ ենք, շատ հարգանքով վերաբերվեցին, իսկապես շատ տպավորիչ էր, ասեմ, որ իմանաք, այստեղ էլ ինձ Սուլթանի ադմինիստրացիայից լավ ընկերներ ունեմ, դիմավորել են ու հրավիրեցին այսօր իրենց օպերայի շենքը ցույց տվեցին, բարձրանում էին, ինչ գեղեցիկ ճարտարապետություն ունեն, ես այդ մի քանի խոսքով ասեցի, չիմացա, որ մնաց, թե չմնաց իմ էֆիրում, ես ցույց էի տալիս իրենց օպերայի շենքը, ինչ գեղեցիկ կառույց են իրենք ստեղծել իրենց պետությունում, կմնա պատմության մեջ, շատ խոշոր, գեղեցիկ դիզայնով, արխիտեկտուրան շատ սիրուն էր, ճարտարապետական մեծ աշխատանքներ է կատարում դրա վրա, ունեն մզկիթ, որը Սուլթանն է կառուցել 10 տարի առաջ, շատ գեղեցիկ կառույց է, ամեն երկրի ժողովուրդ պետք է իրանք ուրախանան, հպարտանան իրենց շինություններով, իրենց կուլտուրայով, իրենց մշակույթով, իրենց ռելիգիայով, կրոնը շատ կարևոր է, ազգի կուլտուրան է, ես իմ մեջ ռասիզմ չկա, ես մենակ չեմ կարող ներեմ Թուրքիայի այսօրվա իշխանությանը, որ այդ ցեղասպանությունը 20-րդ դարի, որ կատարեցին, 19-րդ դարի սկզբից, ասեմ, որ մինչև հիմա իրանք իրենց նախնիների արածները չեն կարում հաշվեն, որ մեծ սխալ է ու ճանաչեին այդ, մենք կարողանայինք ազգով մեկ իրանց հետ, նոր սերունդի հետ, ճիշտ քաղաքական, տնտեսական աշխատանքներ կատարել, այսօր փորձում է մեր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ կառուցի նոր քաղաքական մոստ Թուրքիայի, Ադրբեջանի միջև, ես չգիտեմ ինչ ձև կգործի այդ, որովհետև ասեմ, իմանաք, թուրքը մնում է թուրք, էտա, ինչ ձև կարան փոխվեն իրանք, չգիտեմ ես, ասված տա, որ այսօրվա նոր սերունդը իրենց հասկանան, որ սխալները պետք է ճանաչել ու ուղղել, սխալներով պետք չի ապրել, եթե մարդ գիտակից է, ուրեմն պետք է միշտ դիմի դեպի
լավը։ Ինչ ասեմ, այս ամեն ինչը ասում եմ, որ մենք միշտ լավատես լինենք ու լավը ցանկանանք իրար, միասնական լինենք, որ մեր թշնամիներն էլ հասկանան հայ ազգը ունի հազարավոր տարիների պատմություն, ուժեղ ազգ է, լավ ազգ է, հզոր ազգ է, մեկ քիչ շատ են այս վերջերս իրար ատում, այդ ատելությունը մոռանան, իրար սիրեն հարգեն, ժողովուրդ ջան, որ կարողանանք մենք մեր լավ արդյունքի հասնենք, որովհետև մեզանից շատ բան է կախված, շատ բան է կախված, ասեմ ձեզ, մանավանդ մեր երիտասարդ սերունդից, ես ինչքան խոսում եմ, մեզ շատ լավ, ցես կոպիտ ասած, լավ ձևով ասած, չգիտեմ ինչ ձև բացատրեմ, ցանկացողները սկսում են հիմար կոմենտներ անել, ասում են, որ մենք արժևում ենք, մեր հետևից միշտ հաճողները շատ են ու հումորի ոչ են տալում իմ խոսելուն ու չեն հասկանում, որ շատերը արձագանքյանը ինչ ասում է, լավը ցանկանում է իրեն ժողովրդին, մեր պետությանը, ամեն ինչով որ կարողանանք մենք ամեն ինչով լավը լինենք, իրար լավը ցանկանանք, որովհետև ամեն մարդ այսօր մտածում է մենակ իրեն օրվա մասին, չի կարելի ստամոքսով մտածել, պետք է առողջ մտածենք, մեր գլխով մտածենք, որտև իսկապես մենք ունենք շատ հին մշակույթ, իրավունք չունենք ճակատագրական սխալներ անենք, ոնց որ այսօր մենք ունեցանք շատ խոշոր կորուստ Արցախը, ունեցել ենք խոշոր կորուստ Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը ու պետք է ամեն ինչի մեջ պաշտպանողական լինենք, գիտակից լինենք, որ թույլ չտանք նոր կորուստներ ունենալ։ Այսօր ամենակարևորը պաշտպանելն է, որ պաշտպանենք ու հզորանանք ու ամեն օր պետք է մեր պաշտպանության նախարարությունը աշխատի մեր անվտանգության համար, մեր ժողովրդի անվտանգության համար։ Առաջի խնդիրն է, որ ռեգիոնում մենք լինենք պաշտպանված, ոչ թե խնդրենք եկեք մեզ պաշտպանեք, դրա համար ձեզ ճանապարհ կտանք 200 կիլոմետր, 300 կիլոմետր։ Մենք խաղաղությունը ձեռք են բերում հաղթանակով։ Դիվանագիտականորեն, եթե մենք գնում ենք խաղաղության, եթե մենք ունենանք արդյունքներ, շատ լավ է, բայց պատմությունից չես կարա փախչես։ Եթե այսօր ասում ենք Ադրբեջանի հետ համագործակցում ենք, արդեն տրանսպորտը աշխատում է, ճանապարհը բաց է, մենք իրենց տարածքով ու իրենցից գնում ենք տարբեր տեսակի վառելիքներ, տնտեսական արդեն գնում է ցուցանիշներ, թող իրենք էլ արդեն Հայաստանից տեսնենք ոնց են իրանք առևտուր անում, ինչ առևտուր են անում։ Մեզանից էլ թող իրանք ապրանք գնեն, որ տեսնենք իսկապես այս խաղաղության պայմանագրի հետ միասին իրենք էլ են արդեն սթափված ու գնում են դեպի քաղաքական լավ առողջ տրամադրությամբ, խաղաղության, ինչ վերաբերում է ու առևտրական կապերն էլ զարգացեն են, թող մեզանից էլ իրենք մենք ինչ ունենք, որ իրանք չունեն, այդ ապրանքներից էլ թող գնեն, մեր էկոնոմիկայի նախարարությունը պետք է դրա վրա աշխատի ու առաջարկի, մենք ձեզանից այս բաներն են գնում, դուք էլ մեզանից գնեք, որովհետև սկսեն արդեն առևտրով ցույց տան, որ մենք արդեն խաղաղության պայմանագրի շրջանակում մենք արդեն կարող ենք իրար հետ առևտուր էլ կազմակերպենք, որտեղ շատ ընկերություն, բարեկամություն, բիզնես կապը գնում է շատը առևտրից, որտեղ մենք մեր առևտրով, ասեմ ձեզ, կարող ենք զարգացնենք մեր մոտիկությունը, մեր բարեկամությունը, ես խաղաղության կողմ եմ, ինչքան կարանք մենք պետք է պաշտպանենք այդ համաձայնությունը, բայց դրա հետ մեկտեղ մեր թշնամին գիշեր ցերեկ ինքը իրեն զենք զինամթերքը ավելի ավելացնում, հզորացնում իրեն բանակը ու
աշխարհին բողոքում է ինչու համար են ֆրանսիացիները, ընդդիկները Հայաստանին զենք զինամթերք մատակարարում։ Ու մենք պետք է ոչ մեկի ասածները, հայտարարությունները լուրջ չընդունենք ու ամենակարևոր բանը, որ մենք կարողանանք ունենանք լավ պաշտպանություն, ինչու՞ չէ, եթե պետք լինի կարողանանք հարձակվենք, մեր ուժը ցույց տանք, որ մարդիկ հասկանան, որ Հայաստանի հետ ավելի լավ է բարեկամություն անել, քան թե միշտ մտնել պատերազմական լեզվով բանակցել։ Դրա համար ցանկանում եմ մեր ազգին համբերություն ամեն ինչի մեջ ու ստապ լինեն ընտրությունների ժամանակա ընթացքում, որ կարողանան ճիշտ ընտրություն կատարեն այս հերթական ընտրարշավին ամենակարևորը մեր ժողովուրդը պետք է ստապ լինի, խելքով մտածի, շատ մտածի, ումն է իրեն այն թանկարժեք ձայնը տալիս, ով է արժանի այսօր, որ պետք է հետագա 5 տարին ղեկավարի մեր պետությունը, շատ կարևոր է։ Ամենակարևորը մենք պետք է ունենանք առողջ դատող իշխանություն, որ կարողանա մեր երկրի շահերը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունը պաշտպանի։ Լավ ելնեք ժողովուրդ ջան, ամենայն բարիք եմ ցանկանում։ Բոլորիդ լավ տրամադրություն։ Ողջ։